Դոսիե կենտրոնի 3 հրապարակած պահեստային թեկնածուից մինչև հայերի փրկիչը Կրեմլի Երևանյան ճակատը խորագրով հետաքննության մի հատված նվիրված է Միասնության թևեր կուսակցության ֆինանսավորմանը։ Դոսիեն նշում է, որ Կրեմլի պահեստային թեկնածուն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է։ Կենտրոնի տրամադրության տակ են հայտնվել Թաթոյանի քարոզարշավի 5 ամսվա 2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածի ծախսերի նախահաշիվները։ 5 ամսվա քարոզարշավի պլանային բյուջեն կազմել է 926.7 միլիոն դրամ։ Ամենամեծ ծախսային հոդվածը նախատեսվել է Երևանում եւ մարզերում շտաբների ցանցի ստեղծման համար 322 միլիոն դրամ։ Աշխատավարձերի եւ վարձատրությունների համար նախատեսվել է 145.8 միլիոն դրամ։ Մեդիայի հետ աշխատանքի համար 73.8 միլիոն, իսկ տարածաշրջանային քարոզարշավների եւ անվտանգության ապահովման համար համապատասխանաբար 69 եւ 33 միլիոն դրամ։ Քարոզարշավի վերջին փուլում վստահված անձանց ներգրավման համար նախատեսվել է եւս 75 միլիոն դրամ։ Առանձին տողով նշված է նաեւ գովազդային քարոզչական բլոկը 165.3 միլիոն դրամ։ Բացի այդ, ըստ փաստաթղթերի տեղեկատվական վերլուծական ապահովման համար նախատեսված է եղել եւս 63.5 միլիոն ռուբլի, որից 34 միլիոնն արդեն փոխանցվել էր մինչև ապրիլի վերջ։ Դոսիեն նշում է, որ հստակ հայտնի չէ, թե ով է կոնկրետ ֆինանսավորում Թաթոյանի քարոզարշավը, սակայն ՊԵԿ նախկին նախագահ կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանի կողմից կազմված ծախսային տվյալներից մեկը խմբագրել է ռուսական կրեմլամետ AC ուղեղային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Եկատերինա Սոկոլովան։ Իսկ նույն կենտրոնի գլխավոր փորձագետ Ալեքսանդր Գերասիմովը վերլուծել է Հայաստանում իրականացված սոցհարցումների արդյունքները։ Թեմային անդրադարձել է Միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը, նշելով՝ շատ պարզ տեսնում են ականջներ իր մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են։ Այնտեղ Միասնության թևերին վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։ Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված։ Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել։ Գրասենյակների համար նշված գումարի 10%-ն ենք ծախսել։ Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր։ Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկություններն ընդհանրապես սուտ են։ Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին։ Դրանք երևում են հարկային եւ բանկային հաշվետվություններով եւ բոլոր մյուս վերաբերելի հիմքերով։ Միասնության թևեր կուսակցությունը ունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս Ռուսաստանից։ Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ, պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել։ Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ։ Անկախ դիտորդ դաշինքը Միասնության թևեր կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Դոսիե կենտրոնի հրապարակման մեջ նշված տեղեկությունների հավաստիությունը, ճիշտն ասած, մենք գնահատում ենք բավականին բարձր, որովհետև այն բացատրում է մի շարք երևույթներ, որոնք որ մենք ամիսներ շարունակ տեսել ենք շատ մեծ գումարներ, որոնք ծախսվում են քարոզարշավի վրա, դե ֆակտո Արման Թաթոյանի անձի PR-ի վրա, Միասնության թևեր բրենդի PR-ի վրա եւ այն ծավալները քիչ թե շատ բռնում են Դոսիե կենտրոնի հրապարակած թվերի հետ։ Դոսիե կենտրոնի հրապարակման մեջ երևում է մի կազմակերպություն, որը Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ուրեմն Կիրիենկոյի կուրացիայի տակ գործող կազմակերպություն է։ Հաղորդումը ներկայացվել է քրեական օրենսգրքի 2 հոդվածներով, որոնք վերաբերում են կուսակցությունների եւ քարոզարշավի ֆինանսավորման կարգի հետ կապված խախտումներին։ Ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները դրա հետ կապված քրեական վարույթ կնախաձեռնեն եւ կքննեն, ամբողջությամբ կպարզեն, այդ թվում կուսումնասիրեն նաեւ Թաթոյանի եւ Միասնության թևերի PR-ի վրա ծախսված փաստացի գումարները, որոնք ամիսներ շարունակ ծախսվել են, կտեսնեն այդ գումարները որտեղից են ծախսվել ի վերջո, շտաբը վարձակալվում, մարդը որպես վարձու աշխատող վերցվում, ավտոբուսը վարձակալվում, գովազդա պատվիրվում, որտեղից այդ գումարների ծագումնաբանությունը եւ որտեղից են վճարվել այդ բոլոր ծախսերը։ Իրավապահները դա շատ հեշտ կպարզեն։ Անկախ դիտորդն ուսումնասիրել է, մինչև քարոզարշավի մեկնարկը կուսակցությունը 30-ից ավելի գրասենյակ ուներ, որոնց վարձակալության վերաբերյալ կադաստրում տվյալներ չկար։ Արման Թաթոյանի եւ Միասնության թևեր բրենդի գովազդի համար մեծ գումար է ծախսվել, նկատում է Յոհաննիսյանը։ Քանի որ Միասնության թևեր կուսակցություն այդ անունով կուսակցություն չկար, դա օրենսդրական տեսանկյունից չէր համարվում կուսակցության օգտին նվիրատվություն եւ շրջանցում էր այն պահանջը, որ այդպիսի ծախսերը պիտի անի կուսակցությունը։
շրջանցում էր նաև կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված առկա այլ պահանջներ, ինչպիսին է ֆինանսական թափանցիկություն, մեկ մարդուց ոչ ավել քան 10 միլիոն դրամի ընդունում, ընդ որում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ֆիզիկական անձից։ Այսինքն բոլոր կարգավորները շրջանցում էին, որովհետև գովազդվում էր մի բան, որը ոչ մի կուսակցության հետ չէր ասոցացվում, չկար կուսակցություն։ Այնուհետև ապրիլի 13-ին, այսինքն մոտ ամիս ու կես առաջ, նախկինում ստեղծված 18 թվականին ժամանակ նախկինում Հովհաննես Մարգարյանի կողմից ստեղծված կուսակցությունը արժանապատիվ ուղին անվանափոխվում է, ապրիլի 13-ին այն կոչվում է արդեն միասնության թևեր, եւ այդ պահից ի վեր նոր միասնության թևեր այդ բրենդը ֆորմալ դառնում է ասոցիացված ինչ-որ կուսակցության հետ։ Ինչ վերաբերում է հրապարակման վերաբերյալ Թաթոյանի արձագանքին, Յոհաննիսյանը վերջինիս առաջարկում է հրապարակել, թե որտեղից են ֆինանսավորվել ամիսներ շարունակ արված գովազդի համար։ Օրինակ մենք նայում ենք, տեսնում ենք, թե ամսական on-line գովազդի վրա, որում Facebook-ը չհաշված on-line գովազդի վրա, ինչքան է ծախսում այդ քաղաքական ուժը, եւ տեսնում ենք, որ մոտավորապես ամիսը 60-ից 100 միլիոն դրամի կարգի գումար է ամսական ծախսում այդ ուժը։ Այսինքն խոսքը մեծ գումարների մասին է, եւ այդ մեծ գումարների ծագումնաբանությունը պետք է ներկայացվի։ Այս հարցով պետք է զբաղվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահները, իդեմս հակակոռուպցիոն կոմիտեի, շեշտում է Յոհաննիսյանը։ Եթե դոսիեի հրապարակման մեջ առկա տեղեկությունները հիմնավորվեն, ապա ըստ Յոհաննիսյանի դրան կարող է հետևել քրեական պատասխանատվություն եւ այն սահմանափակված չէ ընտրական գործընթացների ժամկետներով։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։